Ամերիկացի գործընկերները վստահեցնում են, որ առաջիկայում Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններում կարող է լուրջ բեկում արձանագրվել։ Թուրքիան ի վերջո պետք է բացի սահմանը Հայաստանի հետ եւ հաստատի դիվանագիտական հարաբերություններ։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան տարածաշրջանի առանցքային խաղացող է եւ մեր նպատակն է բոլոր առանց բացառության բոլոր հարևանների հետ ունենալ նորմալ, բնականon, կանխատեսելի, փոխշահավետ հարաբերություններ, ոչ թե եղբայրական, ոչ թե դաշնակցային, այլ լավ հարաբերություններ։ Ոչ մի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան կամ Եվրամիություն մեր փոխարեն չեն լուծելու մեր հարևանների հետ ունեցած հարցերը։ Հարևանների հետ հարաբերությունները պետք է կարգավորենք մենք ու չթողնենք, որ ուրիշները խցկվեն այդ հարաբերությունների մեջ եւ ձեռքի հետ իրենց շահերն առաջ մղեն։ Եթե վաղը սահմանը բացվի, մեր հարցը չպետք է լինի վախը, թե թուրքական տնտեսությունը կկլանի մեր տնտեսությունը։ Մեր հարցը պետք է լինի ինչպես անել այնպես, որ այդ բաց սահմանից օգտվի Հայաստանի տնտեսությունը։ Իսկ այստեղ առանցքայինը պետության ուղղորդող դերն է։ Եթե այսօր կարողանանք Եվրամիություն կամ արաբական շուկա արտահանել, քանի տեսակի ապրանք ունենք, որ համապատասխանում է այդ չափանիշներին։ Թուրքիայի հետ սահմանը բացելուց պետք է շահի Հայաստանը, մեր գյուղացին, մեր ձեռնարկատերը, մեր տեխնոլոգիական ոլորտը։ Եթե ուզում ենք, որ վաղը սահմանների բացումը դառնա հնարավորություն, հենց այսօր պետք է փոխենք տնտեսության կառուցվածքը, կանգնենք արտադրողի, ոչ թե ներկրողի կողքին։ Պետությունը պետք է պաշտպանի մեր շուկան, մեր աշխատատեղը, մեր արժեք ստեղծող քաղաքացուն։